Fastex-ը եւ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը շարունակում են նշանակալի ներդրումներ կատարել Հայաստանի սպորտի զարգացման գործում, պարգևատրելով մարզիկներին, մարզիչներին եւ մարզական ֆեդերացիաներին։ Օրերս FTNFT Digital Space-ում տեղի ունեցավ Fastex-ի կողմից այս տարվա առաջին պարգևատրման արարողությունը։ 276 միլիոն դրամ Fastex-ի կողմից տրամադրվեց 13 մարզական ֆեդերացիայի։ Միջոցառմանը ներկայ էին ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ, մարզիկներ, սպորտի սիրահարներ եւ աջակիցներ։ Fastex-ը հավատարիմ մնալով իր սկսած նախաձեռնությանը շարունակում է մնալ հայկական սպորտի կողքին։ Ուզում եմ շնորհավորել բոլորի ձեր հաղթանակների ու հաջողությունների կապակցությամբ, մենք հպարտանում ենք դրանով։ Ու ուզում եմ ասել, որ մենք շատ ենք գնահատում դա եւ գնահատում ենք ոչ միայն մարզիկների, այլ նաեւ մարզիչների, բժիշկների, հոգեբանների եւ մյուս անձնակազմի դերը այդ ամբողջում։ Ընդհանուր առմամբ այսօր մենք տրամադրելու ենք 276 միլիոն դրամի աջակցություն եւ առ այսօր ընդհանուր գումարը հաշվելով Fastex-ը տրամադրել է հայկական սպորտի աջակցությանը շուրջ 950 միլիոն դրամ։ Fastex-ը համագործակցելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Օլիմպիոնիկ բարեգործական հիմնադրամի հետ 2024 թվականին մեկնարկեց սպորտային պարգևատրումների ծրագիրը։ Սա աննախադեպ երևույթ է, հավատացեք, իմ 30 տարվա մարզական մեկնաբանի կենսագրության մեջ ու նաեւ պաշտոնյայի այսպիսի բան չի եղել։ Նորից շնորհակալություն Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբին, այսպիսի վերաբերմունքի համար։ Հայկական սպորտը այո հոգացության կարիք ունի, թեպետ կառավարությունն ամեն ինչ անում է, ինչ իր ուժերի սահմաններում է, բայց չէր խանգարի այսպիսի օժանդակություն, որպեսզի մեր արդյունքներն էլ ավելի բարձր լինեին եւ մեր դրոշը ավելի շատ բարձրանար։ Տարեսկզբին Fastex-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց տափողակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ ներկայացավ միջազգային ասպարեզում եւ առաջին անգամ պատմության մեջ դարձավ արծաթե մեդալակիր։ Ես ուզում եմ մեր անունից, ֆեդերացիայի անունից, ղեկավարությունից մեծ շնորհակալություն հայտնել Բադալյան ընտանիքներին, եղբայրներին։ Դրամական աջակցություն տրամադրվեց կարատեի մեծահասակների, բասկետբոլի մինչև 20 տարեկանների, վոլեյբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունների մասնակցության, շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկության համար, ինչպես նաև դրամական աջակցություն ստացան ծանրամարտի, ըմբշամարտի, հրաձգության, սպորտային մարմնամարզության, շախմատի ֆեդերացիաները։ Միջոցառմանը պարգևատրվեց նաև Հայաստանի հակադոպինգային գործակալությունը։ Տնօրեն պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը շեշտեց. Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է եւ պետք է զերծ մնալ արգելված խթանիչներից։ Ամենակարևոր մոմենտին այս օգնությունն եկավ մեզ։ Կարող եմ դες ասել, որ 6 տարի քրտնաջան աշխատանքից հետո Հայաստանի Հանրապետությունը կունենա իրավունք մոտակա 12 տարին միշտ մասնակցել օլիմպիական խաղերին, ճիշտ ժամանակին եկավ այս օգնությունը, ինչի համար անչափ շնորհակալ ենք եւ կաշխատենք արդարացնել ձեր վստահությունը։ Fastex-ի եւ Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի այս նախաձեռնությունները շարունակական են, միտված հայկական սպորտի զարգացմանը, մարզիկների եւ մարզիչների խրախուսմանը եւ Հայաստանի միջազգային սպորտային հեղինակության բարձրացմանը։